Պարոն Օհանյան, դուք նստածույց եք սկսել, խնդրում եմ նախ ասել, թե արդեն քանի օր է ինչ նստածույցը սկսել եք եւ նպատակը։ Ես նստածույցը սկսել եմ ընդամենը 1 ժամ առաջ, նստածույցը լինելու է շուրջօրյա եւ անժամկետ մինչեւ խնդիրը լուծվի։ Ինչ եք կարծում, ինչու իշխանությանը նման քայլի գնաց եւ բանտարկեց Արտուր Օսիպյանին, ազատությունից զրկեց։ Ես քիչ առաջ լրատվականներին հայտարարեցի, հիմա նորից ձեր եթերից օգտվելով ասեմ, ես քաղաքական process-ները չեմ մեկնաբանելու, հրաժարվում եմ մեկնաբանել, ես այստեղ եմ նրա համար, որ քաղաքացի Օսիպյանի նկատմամբ կիրառված անարդարությունը, սահմանադրական խախտումը վերականգնվի ու նրա տեղաշարժվելու եւ ազատ խոսքի իրավունքը վերականգնվի ու ես որպես քաղաքացի եկել եմ այստեղ ու պայքարում եմ մեկ այլ քաղաքացու համար, հորդորում եմ յուրաքանչյուրին վարվել իր խղճով։ Բայց ըստ էության այս հարցը նաև քաղաքական տիրույթում է գտնվում։ Բնականաբար քաղաքական դրույթում է գտնվում, բայց ես չեմ մեկնաբանում դա։ Ձեր կարծիքով նստածույցը իզորը ինչ որ բան փոխելու։ Միանշանակ, եթե մենք կարողացանք մեր բողոքի ձայնը նորմալ հասցնել տեղ, իսկ դա կախված է յուրաքանչյուր մարդուց, յուրաքանչյուր քաղաքացուց, ով որ անհաշտ է այս process-ի հետ, ժամը 7-ին երեկոյան հրավիրում եմ այստեղ, մենք ընթերցելու ենք բաց նամակը, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այսինքն բաց է նստածույցը եւ տեղը չի փոխվելու, միայն այստեղ եք լինելու։ Նստածույցը բաց է, տեղը չի փոխվելու ու քաղաքացիները ազատ են միանալու միայն մեր կողմից կա արգելք քաղաքական ուժերի, քարոզարշավների նկատմամբ այստեղ որևէ մեկը քարոզարշավով զբաղվել չի կարող, որևէ ուժ ընդդիմադիր թե իշխանական։ Նշեցիք, որ շուրջ 1 ժամ է ինչ սկսել եք այս նստածույցը, ինչ որ արձագանքներ 1 ժամվա ընթացքում ստացել եք, թե ոչ։ Արձագանքները բավական դրական են, թե լրատվամիջոցների, թե քաղաքացիների ներկայության, թե հանրային մարդկանց ներկայությունը բավական չափով եղել է ու այցելությունները բավական խոստումնալից են եղել։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը ոտքի կկանգնի ու տեր կկանգնի իր իրավունքներին, ոչ թե Օսիպյան Արտուրի իրավունքներին, ում իդեպ ես չեմ ճանաչում անձամբ, այլ իր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներին, որովհետև մենք եթե տեր չենք կանգնում իրավունքին, դա ցանկացած պահին, ցանկացած մարդու հետ կարա տեղի ունենա։ Նախկինում եւս նման բաներ նստածույցեր կազմակերպել եք այլ անձանց ազատ արձակման պահանջով, թե սա առաջինն է։ Որպես նստածույց իմ կյանքում առաջինն է, բայց հանրային process-ների մասնակցում եմ 2011-12 թվականներից։